Երևանի անառիկ դարպասների մոտ ենք, եթե 20-րդ դարի առաջին ավարերը, երկրորդ ավարերը համարվում է Արցախի ազատամարտը, ապա առաջին ավարերը տեղի ունեցել այս բնակավարի մոտ, Սարդարապատ բնակավարի մոտ 1918 թվականին։ Հայո եւ ոչ հեռուստանախագծի այս արշավախումբը Սարդարապատ համայնքում է այժմ գտնվում, այստեղ նույնպես նախատեսել ենք հանդիպում։ Այս բնակավայրում է գտնվում նաև Սարդարապատի հին ամրոցի ավերակները, այստեղ է հնագույն մի եկեղեցի, այս համայնքը ի դեպ համայնքի հիմնադրումը թվագրվում է 17-րդ դարին, այստեղ բնակչությունը այժմ հիմնականում զբաղվում է հողագործությամբ, մոտ 6200 բնակիչ, դա պաշտոնական տվյալն է, 30%-ը դրանից հանած, դրանք բացականներն են։ Այստեղ են այո եւ ոչ այս մեր հեռուստանախագծի մասնակիցներով 6 մասնակիցներ են այժմ այստեղ ներկա, բարի երեկո, այսպես կարելի ասել, հարգելի սարդարապատցիներ, բարի երեկո, հարգելի մասնակիցներ, արագ ներկայացնում եմ մասնակիցներին, ուշադրություն խնդրում եմ, այո թևը մեր նախագծի ներկայացում են Արման Սաղաթելյանը, Հրայր Թովմասյանը եւ Կարինե Աճեմյանը, ոչ թեւը այս հանդիպմանը ներկայացնում են Ազատ Աշակյանը, Թամարա Գևորգյանը եւ Վաղինակ Շուշանյանը։ Հասկանալի է, որ խոսքը գնում է Սահմանադրության նոր նախագծի վերաբերյալ, այո թևը այդ նախագծին այո է ասում, ոչ թևն էլ համապատասխանաբար իր հակափաստարկներն ունի։ Եվ այսպես յուրաքանչյուր մեր մասնակցին 5 րոպե տրամադրենք ներկայացնեն իրենց թեզերը, իրենց փաստարկները։ Սկսենք այո թևից, գուցե Կարինե Աճեմյան, 5 րոպե յուրաքանչյուր մասնակցին, այնուհետև հուսով եմ, որ ակտիվ կլինենք, հարցեր կուղենք։ Բարև ձեզ, շնորհակալ ենք, որ այսքան շատ մարդ է հավաքվել ու լսեք մեզ։ Նախ ուզում եմ ասել, որ այս ձևաչափով մեր հանդիպումները նպատակ ունեն այնպես անել, որ դուք երկու կողմին էլ լսենք։ Սա առաջի անգամ է, հնարավոր է, որ մենք թերություններ ունենք, այսինքն երբեմն էմոցիաները մարդիկ չեն կարողանում զսպել, բայց կարծում եմ, որ եւ հեռուստադիտողը եւ այն մարդիկ, ովքեր ներկա են, այնուամենայնիվ որոշակի տեղեկատվության տիրապետում են, իրազեկվում են եւ նպատակը մեր հիմնական հենց դա է։ Ինչու ենք մենք ասում այո, նախ ձեր ձեռքին կա նախագիծը եւ ես պիտի ասեմ, որ տարիներ շարունակ ես պարլամենտում նստած բոլոր ընդդիմադիր ուժերից համարյա բոլոր բացի հակից լսել եմ, որ մեզ պետք են համամասնական ցուցակով ընտրություններ, մեզ պետք է պարլամենտական երկիր եւ ամեն ինչ արվում էր, որպեսզի հասնեն իրենց նպատակին։ Այո, հանրապետական կուսակցությունը իր ծրագրում չի ունեցել նման դրույթ, բայց մենք ունեցել ենք ծրագիր ապահով երկիր կառուցելու։ Ես բացարձակապես համաձայն չեմ այն բանի հետ, որ մենք ոչինչ չենք արել, հակառակը ես կարծում եմ, որ այս պայմաններում վերջին տարիների եւ գլոբալ տնտեսական ճգնաժամի պայմաններում եւ մեր քաղաքական դիրքի եւ թշնամիների հետ կապված այս իրավիճակում մենք կարողացել ենք դանդաղ, բայց զարգացնել երկիրը։ Հիմա ինչու ենք մենք փոխում համակարգը։ Հստակ է, որ այս հին սահմանադրությամբ մենք չենք կարողանում այդ հարցերը լուծել, որովհետև գլոբալ առումով փոխվում է կառավարման համակարգը։ Այս փաստաթղթով ամեն ինչ փոխվում է ընտրությունների կարգը։ Այո, դուք սիրելի ժողովուրդ, սրանից հետո, եթե իհարկե հանրաքվեով անցնի փաստաթուղթը, մեկ ընտրության եք մասնակցելու, դա լինելու ազգային ժողովի ընտրությունները եւ ես կարծում եմ, որ դա նաեւ շատ մեծ նշանակություն ունի, որպեսզի ազգային ժողովը կայանա որպես քաղաքական ինստիտուտ, որտեղ եւ ընդդիմությունը կլինի ուժեղ եւ իշխանությունները եւ այդ հակակշիռը կստեղծվի, որը կառավարությանը կկարողանա այնպես վերահսկել, որպեսզի կարողանանք կոնկրետ շոշափելի արդյունքների հասնել։ Այս համակարգով վարչապետի ընտրությամբ եւ կառավարության աշխատանքի հանդեպ անվստահություն հայտնելը շատ ավելի հեշտ է, այսինքն եթե կառավարությունը ձեր վստահությունը չարաշահել է կամ լավ չի աշխատում, շատ ավելի հեշտ է հետ կանչել, այսինքն սա նաեւ եղանակ է մեղմ սահուն իշխանափոխության, ոչ թե հեղափոխական միջոցների, այլ պարզապես փոխելու իշխանությունը, որը լավ չի աշխատում։ Մեր պարագայում կիսանախագահական դա անհնար է,
մանավանդ այն դեպքում, երբ նախագահ մեծամասնության կուսակցության ղեկավարն է եւ բոլոր որոշումները հիմնական կայացվում են մեծամասնության կողմից։ Ուզում եմ նշել, որ այս համակարգը շատ առաջադեմ է եւ բարենպաստ երկիրը զարգացնելու համար։ Եթե դուք կարդաք ինքներդ, կտեսնեք, որ եւ դատական իշխանությունն է հնարավոր ավելի անկախ ու անաչառ դարձնել։ Եվ մարդու իրավունքներին վերաբերող բոլոր հոդվածները շատ ավելի լայն եւ մեծ սահմանում ունեն, քան նախկինում էին։ Նաեւ ուզում եմ նշել, որ ազգային ժողովը այն մարդիկ այն կուսակցությունները, որոնց դուք ընտրել եք, ոչ միայն կոնկրետ պատգամավորներ, այլ կուսակցություններ, իրավասու են եւ կարող են ընտրություն կատարել, այսինքն բոլոր այն պաշտոններում դատական համակարգի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի, որոնք ընտրվում են, դրանց ընտրելու մեջ որոշակի շատ մեծ դերակատարություն նաեւ կունենա ընդդիմությունը։ Անընդհատ մեզ մեղադրում են, թե մենք ինչու ենք լիազորություններ տալիս ընդդիմությանը։ Ակնհայտ է, որևէ իշխանության թույլ ընդդիմություն պետք չի։ Ընդդիմությունը դա ժողովրդի ձեր խոսքն է։ Այսօր դուք տեսնում եք ինչ է կատարվում ազգային ժողովում։ Համարյա չկա ընդդիմադիր որևէ կուսակցություն, որը ուժեղ է, որը կայացած է։ Մեր ընդդիմադիր ընկերները համարյա իրար հետ չեն շփվում, այսինքն եւ նաեւ ուզում եմ նշել, որ ազգային ժողովի ամբիոնից որևէ կոնստրուկտիվ առաջարկ, որևէ հարց, որը վերաբերում է կոնկրետ ժողովրդին, չի հնչում։ Հնչում են միայն անհնազանդության կոչեր, հնչում է միայն հեղափոխական կոչեր, որը ես կարծում եմ այս պարագայում մեզ պետք չի։ Ուզում եմ նշել նաև այն հանգամանքը, որ գիտեք, շատ երկրներ այսօր եւ եվրոպական, որոնք ունեն նավթ, որոնք ունեն ծով, որոնք ունեն ճանապարհներ, կանգնած են շատ մեծ խնդիրների առջեւ։ Մենք չունենք այդ ամենը, բայց մենք կարողանում ենք շատ դանդաղ աստիճանաբար զարգացնել մեր երկիրը։ Ես ինքս համոզված այոյի կողմնակից եմ։ Ես այս համակարգի կողմնակից եղել եմ վաղուց, բայց քանի որ Հանրապետական կուսակցությունը որոշել է եւ մենք որոշում ենք կայացրել, որպիսի փոխենք համակարգը, մենք հիմա եկել ենք, որպիսի ձեզ ասենք դեկտեմբերի 6-ին հարգելի ժողովուրդ, անպայման մասնակցեք ընտրությանը եւ ձեր այոն անպայման ասեք, սա փոփոխության համակարգ է, սա երկիրը առաջ տանելու համակարգ է, սա դինամիկ զարգացման համակարգ է։ Եթե մենք ոչինչ չանենք, մենք տեղում չենք կանգնելու, մենք ետ ենք գնալու, կամ առաջ են գնում, կամ ետ։ Սա առաջ գնալու համակարգ է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Սահմանադրության նոր նախագծին ոչ է ասում եւ իր փաստարկներն է բերում Ազատ Արշակյանը։ Բարև ձեզ։ Ես ոչ միայն սահմանադրության նախագծին եմ ասում ոչ։ Ես իշխանությանն եմ ասում ոչ։ Ես մեր աղքատ կյանքին եմ ասում ոչ։ Ժողովրդավարություն նշանակում է առաջին հերթին մրցակցություն։ Քաղաքական գործիչները ներկայանում են ժողովրդին, ինչպես սպորտսմենները, եւ ապացուցում են իրենց վարքով, իրենց բարքով, իրենց քաղաքական ծրագրերով ապացուցում են, ներկայանում ապացուցում են, որ իրանք լավն են, որպեսզի ժողովուրդը նրանց ձայն տա։ Դա մեկ, մրցակցություն։ Երկրորդը ժողովրդավարության համար անհրաժեշտ է փոփոխականություն։ Այսինքն 5 տարի, 4 տարի կամ 10 տարի ամենաշատը քաղաքական ուժը եղավ իշխանությունով, հաշվետվություն է տալիս։ Սովորաբար աշխարհի փորձը ցույց է տալիս, որ 8-ից 7-10 տարում իշխանությունը մեծամտանում է, մարդը այդպիսին է, լճացում է սկսում։ Դրա համար ժողովուրդը նրանց հեռացնում է, բերում է մի ուրիշ ուժի։ Դա շատ նման է մեզ բոլորիս հայտնի հեծանիվին։ Հեծանիվ ունի 2 պեդալ, մեկ աչը, մեկ ձախը։ Ուրեմն այդ երկու մեխանիզմների դեմը այս սահմանադրությունը փակում է։
Եթե դուք այս սահմանադրությանը ասում եք այո, դուք հրաժարվում եք քաղաքապետ ընտրելու իրավունքից, հրաժարվում եք գյուղապետ ընտրելու իրավունքից, հրաժարվում եք երկրի գերագույն գլխավոր հրամանատարի գլխավոր բանակի, երկրի գլխավոր պաշտոնյային ընտրելու իրավունքից հրաժարվում եք։ Չեք ուզում ընտրել։ Օրենքը այս սահմանադրությամբ դա է գրված։ Այսինքն դառնում է միջնորդված ընտրություն։ Դուք ընտրում եք ազգային ժողով բոլոր պաշտոնյաներին ընտրում է։ Դա անթույլատրելի է։ Դա կուսակցության կամ պարլամենտի, որտեղ այդտեղ գրված է թե ինչպես մի կուսակցություն է հաղթում։ Այդ կուսակցությունը դռները փակում է։ Դուք նրանց այլևս տեսնելու, կանչելու, պատժելու հնարավորություն չունեք։ Հիմա ես անցնեմ հաջորդ իմ կարծիքով մեղադրանքին սահմանադրությանը։ Մեր գործընկերները աշխարհում, նայեն երկրները, որոնց հետ Հայաստանի Հանրապետությունը ունի քաղաքական հարաբերություններ։ Դրանք հայտնի են. Ամերիկայի Միացյալ Նահանգները նախագահական, Ֆրանսիան նախագահական, մեր ստրատեգիական դաշնակիցը Ռուսաստանը նախագահական, Եվրազիական միությունում Բելարուսյան նախագահական, Ղազախստանը նախագահական, այսինքն դա մի թիմ է, դարանում ոչ ոք թող չկացկացի, որ դա թիմ է, նախագահների թիմ է, նախագահները նստում իրար հետ հարցեր են քննարկում, նախագահը նախագահի հետ, ուրեմն մենք հիմա մեզ հանում ենք այդ նախագահական ակումբից, տեսեք ինչ ենք ուղարկում, ըստ այս նոր սահմանադրության մենք կարող ենք ընտրովի պատգամավորներից մեկը դառնում է ազգային ժողովի նախագահ, ազգային ժողովի նախագահը կազմակերպում է ազգային ժողովի աշխատանքները, ազգային ժողովը դրսից նշանակում է վարչապետ, նշանակում է նախագահ, այսինքն վարչապետը ազգովի ընտրված չի, ի տարբերություն Ռուսաստանի, Ռուսաստանում ազգը, ժողովուրդը ընտրում է նախագահ, այսինքն նա ընտրված նախագահ է, սա դրածո, վարձկան, մի րոպե կա, կարող եմ վերջացնել, դրածո է, նրա հետ արհամարել են, որտև դա նշանակված է, ինքը չի ընտրվել, ռիսկ չի արել դիմի ժողովրդին, եթե դու վարչապետի թեկնածու ես, գայիր պարլամենտում ընտրվեիր, չի կարողացել, ռիսկ չեն արել, շնորհք չի ունեցել, դրան նշանակում են վարչապետ, հաջորդը նախագահն է, մեր նախագահը իրավունք չունի ուրիշ նախագահների հետ հանդիպելու, որտև ինքը սիմվոլիկ նախագահ է, մենք շատ ծանր հարված ենք հասցնում մեր պետության հեղինակությանը, երրորդն է, չէ, երկուսն ասեցի, երրորդը քամանի վարկյան է, ուրեմն այսօր Հայաստանի Հանրապետության շուրջ մեծ լարվածություն է, հրդեհ է, պատերազմներ են, մենք պետք է համախմբված լինենք, համերաշխ լինենք, ոչ մի ավելորդ քայլ չանենք, ցնցումների չենթարկենք մեր երկիրը, տեսնենք ինչ է լինում դրսում, ոչ մի ավելորդ քայլ, պետք չի, դա վտանգավոր է, ժողովուրդ, մենք չենք կարող պառակտվել, այո, ոչ, այդպես չի վերջանա, տեսեք ամբողջ Հայաստանում միայն ասա այո, բա ուր է ոչը, չկա, ոչնչացվել է, չկա, այսինքն արդեն սկսվել է մի ուժի, մի կուսակցության իշխանությունը, ժողովուրդը 1 միլիոն մարդ աղքատ է, դուրս կգա այդ իշխանության դեմ, մեր երկիրը կկործանվի, շնորհակալություն։ Այս բարեփոխման նախագծի, սահմանադրության նախագծի սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամն է Հրայր Թովմասյանը։ Շնորհակալություն, ուրախ եմ, որ այստեղ եք եւ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ ձեզ հետ զրուցելու եւ կիսվելու են մտահոգություններով, ինչը երկար ժամանակ է, որ եղել է մեզ մոտ եւ դրանք փորձել ենք այդ ամբողջ իրականություն դարձնել։ Իրոք պառակտվելու մենք ժամանակ ու հնարավորություն չունենք։ Ավելի քան տեղին է ասված, որ այս պայմաններում, այս ժամանակահատվածում միասնականությունը մեզ անհրաժեշտ է այսօր ավելի շատ քան երբևէ որ մեզանում եղել է։ Հիմա այդ տեսանկյունից նայենք, այս նախագիծը մեզ բաժան է անում, թե միավորում է։ Այս նախագիծ իրականում միավորում է։ Այս նախագծում
այսպես ասեմ, հաղթվող ու պարտվողներ չկան։ Այս նախագծում սևեր ու սպիտակներ չկան։ Այս նախագծում կա գաղափար, որի էությունը կայանում է հետևյալում, որ ազգի ողջ ներուժը պետք է օգտագործել եւ ամենակարևորագույն խնդիրները փորձել լուծել։ Եվ այդ համախմբումը ոչ թե պետք է գնա պարակտման, այլ համախմբման։ Գիտեք, իհարկե կարելի է ասել, որ մեր նախագահը ում հետ է գնալու կամ մեր նախագահը գնալու է, թե ընդհանրապես չի գնալու։ Իսկ գիտեք, որ ասենք Անգելա Մերկելը կամ Իտալիայի վարչապետ Ռենցին, որոնք կամ Մեծ Բրիտանիայի վարչապետը, որոնք հանդիպում են Միացյալ Նահանգների նախագահի կամ հանդիպում են Ֆրանսիայի նախագահի հետ, ինչ է կարծում, ավելի պակաս ուժեղ են, քան ասենք Վրաստանի նախագահը, որի վարչապետն էր գնում Նյու Յորք, այլ նախագահին չէին թողնում գնալ։ Եվ այդպիսի փաստարկներ բերելը, գիտեք ինչ ասեմ, ընդհանրապես իրավունքի ու քաղաքագիտության հետ որևէ կապ չունեն։ Եք ցավոք սրտի այս քարոզարշավը այս օրերի ընթացքում մի տեսակ գնաց հետևյալով, մենք ավելի շատ սկսեցինք ինչ որ իրադարձություններ վերլուծել, որոշեցինք մարդկանց քննադատել, բայց մենք այս նախագիծը կարծեք թե մի կողմ է դրված։ Ասում են կապ չունի այս նախագծում ինչ է գրված, կարևորը այն է թե ով է ասում այո, ու եթե մենք այսօր նաև օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառով ունենք դժգոհություն, սոցիալական լարվածություն, ուրեմն այս նախագծին պետքա ոչ ասել։ Ոչան, այս նախագծին, որ ոչ ասեցիք, այսօրվա իշխանությունները, եթե ինչ-որ մարդիկ դեմ են։ Ինչ-որ մարդիկ դեմ են այս նախագծի, որտեվ ով որ ասում է ես կողմ եմ, իրենք այդ մարդուն են դեմ։ Այդ մարդկանց են դեմ եւ իրենք դեմ չեն այս նախագծին, որովհետեւ քննարկումների ժամանակ տասնյակ կետեր կա, որ ասում են, հա մենք համաձայն ենք, այսա փոխեիք, այսա փոխեիք, այսա փոխեք։ Երևի թե կրկնվում եմ, բայց չգիտեմ, նորից պետք է ասեմ։ Այս նախագծի պարագայում հաղթողը գործողի պարագայում հաղթողը ստանում է ամեն ինչ, պարտվողը ստանում է ոչինչ։ Այդպես չի լինում։ Անգամ ցանկացած սպորտային առաջնության ժամանակ այդպես չի լինում։ Այստեղ ասում ենք պետք է իրար հսկեն, հա։ Իսկ ով է ում հսկում։ Եթե հանրապետության նախագահն ու պարլամենտը նույն քաղաքական ուժն են, հարց եմ տալի ով է ում հսկելու։ Չկա այդ հսկելը, մոռացեք այդ հսկելու մասին։ Եթե վերջինիս հավելում ենք, որ այն գործող սահմանադրությամբ նաև դատական իշխանությունն է նրանց կողմից ձևավորում, ապա հսկել չկա։ Ես ուզում եմ բարձրաձայնել, ասել մեր երկրի ամենակարևոր 3 խնդիրները որոնք են։ Երևի թե կմատնանշենք, կասենք արտագաղթ, երևի թե կասենք գործազրկություն, երևի թե կասենք հայ ընտանիք, չգիտեմ, բազմազավակություն, սոցիալական խնդիրներ։ Հիմա հարց եմ ուզում տալ, գործող սահմանադրությունը ընդհանրապես դրանց անդրադառնում է, թե ոչ։ Ցավոք պիտի ասեմ, որ ոչ։ Կլինեն լավ իշխանություններ, այդ խնդիրները կլուծեն։ Չեն լինի այդ խնդիրների մասին սահմանադրության մեջ ոչ մի խոսք ընդհանրապես չկա։ Սահմանադրության մեջ առաջի անգամ ասվում է, որ ընտանիքը դա գտնվում է պետության հոգացության ներքո։ Ասում են, որ բազմազավակությունը խթանվում է։ Պետությունը պետք է մշակի այս ոլորտում քաղաքականություն։ Առաջին անգամ այս նախագծով ասվում է, որ պետությունը պետք է մշակի հայրենադարձության ծրագիր։ Այնպիսի ծրագրեր, որի արդյունքում անցած, չգիտեմ, տա Աստված որ այդպես լինի, որ նախորդ դարի 40-ական թվականներին 300,000 մարդ հայրենադարձվեց, եկավ իր հայրենիք։ Հիմա ասում ենք ով կլինի իշխանության, պետք է այս ծրագրերը ներկայացնես։ Ամեն տարի պետք է ներկայացնես ու ասես թե ինչ ես արել։ Ասում ենք գործազրկություն։ Ասում ենք, որ պետք է պետության քաղաքականության նպատակը պետք է լինի գործազրկության կրճատումը։ Հիմա ասեք ինչին ենք մենք դեմ։ Ասում ենք, որ մեզ պետք է ուժեղ իշխանություն, մեզ պետք է ուժեղ նախագահ։ Ես ձեզ վստահեցնում եմ, այսօրվա գործող սահմանադրությամբ մենք չունենք ուժեղ նախագահ։ Մենք ունենք ուժեղ նախագահ, որտեղ ինքը ունի պարլամենտում մեծամասնություն։ Մենք կարող ենք ունենալ այնպիսի նախագահ, որը կլինի այնպիսին, ինչպես այսօր Վրաստանի նախագահն է, կամ ինչպիսին Վրաստանի նախորդ նախագահն էր պաշտոնավարման վերջի 1 տարվա ընթացքում, որ իր թիկունքում չի ունենա ժողովուրդ, իր թիկունքում չի ունենա կառավարություն։ Մենք իրոք ժամանակ չունենք։ Այս վիճակում իրոք չենք կարող լինել։ Եվ վերջին հաշվով իրոք վիճակագրությունը շնորհակալություն։ Ասում եմ, որ գիտեք ինչ, մեր անվտանգության համակարգը թուլանում է, երբեմն փորձում են այսպես կատեգորիկ տարբեր օրինակներ բերել։ Իսրայելը իր ստեղծման առաջին օրվանից եղել է պարլամենտական եւ 2-3 անգամ առնվազն
պատերազմական գործողություններում հաղթել է այնպիսի երկրների, ինչպիսին ասենք Եգիպտոսը, Սիրիան կամ Հորդանանը միասին վերցված, որի պարագայում երկուսը շատ ուժեղ նախագահական երկրներ էին։ Հիմա ինչ ասենք որ նախագահական են ուժեղ են այստեղ թույլ են։ Իմիջիայլոց որ Միացյալ Նահանգների մասին այդքան ասում ենք, Միացյալ Նահանգների նախագահը ուղղակի չի ընտրվում։ Ինքն էլ է ընտրիչների միջոցով ընտրվում։ Եվ շատ մեծ հարց է, թե պարլամենտի կողմից ընտրված նախագահն է, թե ավելի ուժեղ, ազդեցիկ, թե ասենք ընտրիչների կողմից ընտրվածը։ Վերջին հաշվով, եթե այս համակարգում կրկնում եմ, ինքը շատ կանխատեսելի է, շատ ավելի կայուն է։ Այստեղ անձերի խնդիր չի, այստեղ մեխանիզմ է դրված։ Մեխանիզմ համակարգ, որի արդյունավետ աշխատանքի արդյունավետ աշխատանքը ցանկացած դեպքում կախված է լինելու անձերից, բայց որպես մեխանիզմ, որպես համակարգ, ես դες վստահեցնում եմ, որ այս համակարգը կենսունակ է, շատ ավելի կենսունակ, քան թե գործող համակարգը։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք։ Ոչի փաստարկները ներկայացնում է հասարակական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը։ Շնորհակալություն, նախ ողջունում եմ բոլորիդ։ Ես ինչպես երևում է նախագծի ամենաերիտասարդ մասնակիցն եմ եւ ինձ մտահոգում է ընդամենը մի հարց. ինչն էր խանգարում մեր գործող սահմանադրությանը, որպեսզի բարելավի հենց երիտասարդների կյանքը։ Օրինակ, երբ ես փոքր երեխա էի, երբ իմ ընտանիքում տեղի էին ունենում իրադարձություններ, օրինակ կապված ընտրությունների հետ, ես միշտ ուշով sense հետաքրքրությամբ լսում էի, թե ինչպես մայրս ու հայրս, մեծ եղբայրս գնացին ընտրության ու հետ վերադարձան ու ընտանեկան նեղ շրջապատում խոսում են եւ ասում են, որ այո, մենք գնացինք, մեր քաղաքացիական պարտքը կատարեցինք, մեր լուման ներդրեցինք մեր երկրի կառավարման մեջ։ Երբ որ հարցնում էի, իսկ ինչ եք արել, ընդամենը մի հատ վե եք դրել, պտիշկա եք դրել ընդամենը, այնտեղ ինչով եք դուք մասնակցություն ունեցել երկրի կառավարման մեջ, նրանք ինձ պատասխանում էին, որ մենք մեր ձայնը տվել ենք այնպիսի մարդկանց, ովքեր կկառավարեն մեր փոխարեն, որովհետև մենք այս պարագայում պետք է ունենանք մեր կողմից ընտրված մարդիկ, մեր անմիջական միջամտությունը հենց նրանում է, որ մենք ենք ընտրում մարդկանց։ Իսկ ինչ է ասում այս նոր սահմանադրությունը։ Նա ինձ զրկում է այդ ընտրության իրավունքից, նա ինձ զրկում է, նա ձեզ զրկում է այդ իրավունքից, որ դուք անմիջական մասնակցություն ունենաք երկրի կառավարման մոդելին մասնակցելուն։ Օրինակներով բերեմ։ Եթե գործող սահմանադրությունով մենք ունեինք 5 ընտրության հնարավորություն, դա նախագահի ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, որոնք իրար կհակակշռեին, մեկը մյուսի փոխարեն, մեկը եթե լավ չաշխատեր, մյուսը նրանից պատիվ էր պահանջելու, պատասխան էր պահանջելու։ Ընտրում էին քաղաքապետ, գյուղական համայնքներում գյուղապետ կամ ավականին ու գյուղապետն էլ իրար հակակշռող մարմիններն էին։ Այսօրվա դրությամբ նոր նախագծով մեզնից խլված է երկու կիսած է այդ եւ ունենք մեկ ընտրության հնարավորություն, դա հանրաքվեինն էր, ինչը ամսի 6-ին տեղի է ունենալու։ Մեզնից վերցրել են գյուղապետ, քաղաքապետ եւ նախագահ ընտրելու հնարավորությունը։ Մենք ընտրելու ենք միայն ազգային ժողով մեր բոլորի փոխարեն որոշելու է թե ով է լինելու երկրի նախագահ, երկրի գլխավոր մարդը, այն խորհրդանիշը, որը պետք է ցույց տա երկրի դեմքը, եւ նրանք մեր ձեռքից խլել են համայնքապետ, նույն ինքը գյուղապետ կամ քաղաքապետ ընտրելու հնարավորությունը։ Մենք ընտրում ենք ավականին ինքնին ներսում որոշում է թե ում է ընտրելու։ Եվ եւս մի բան։ Երկրորդ իմ ոչի փաստարկ, ես համաձայն չեմ այս տարբերակ, ես ուզում եմ ընտրության հնարավորություն ունենամ իմ կողմից ընտրվի այն մարդը, ով պետք է ներկայացնի իմ շահերը, ով պետք է ինձ հովանավոր հանդիսանա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Երկրորդ իմ հակափաստարկը այս սահմանադրությանը։ Օրինակի համար, եթե մի բժիշկ, ես քիչ առաջ եմ այս օրինակը բերել, եթե մի բժիշկ իր 15 տարի վիրահատություններ է կատարել, մոտավոր թվով 100 վիրահատություն, որոնցից 90-ի դեպքում գրանցվել է դժբախտ դեպք, մահացություն է գրանցվել, 3-ի դեպքում խեղանթանվել է այդ մարդը, հաշմանդամ է դարձել։ Հիմա բերել է մի նախագիծ, որտեղ ասում է, բոլորիս հավաքել է, ասում է, ժողովուրդ ջան, ճիշտ է, ես ընդունում եմ, որ 90 հոգու գլուխ կերել եմ, շատ ժամանակ վիրահատության գնացել եմ խմած, մի քիչ տեղ հավեսս չի տվել, աղբորս եմ ուղարկել, հարևանիս տղային եմ ուղարկել, մեր հարևան սվարչիկին եմ ուղարկել այդ վիրահատությանը։ Դժբախտ դեպք է պատահել։
ներող եղեք, հիմա եկել եմ ասում եմ, որպեսի լավը լինեմ ես, եկեք ինձ տվեք ոչ թե խիրուրգի պաշտոնը, այլ ամբողջ առողջապահության համակարգը եւ ես կվերահսկեմ ու ամեն ինչ լավ կլինի։ Դե հիմա խնդրում եմ բացատրեք, արդյոք այն խիրուրգը, որը վերջին 15 տարվա մեջ լիքը սպանություններ է կատարել, իրավունք ունի բերել մի այնպիսի նախագիծ եւ ինքնախոստովանությունով հանդես գալ, որ սա լավը չէր կամ լավը չէի, հիմա եկել եմ նոր լավ բան անելու։ Շնորհակալություն։ Կարող եք օգտագործել վերջին րոպեն։ Շարունակում ենք այո, պարոն Սաղաթելյանը այո թևը ներկայացնող կարծես կողմ է հազարշփմանը, բայց մենք եւս երկու բացի ձեզանից նաեւ Տիկին Թամարյան ցանկանում է խոսել, խնդրեմ, հնարավորությունը ձերն է 5 րոպե օգտագործեք։ Փորձենք կիսենք հայ իրար մեջ երկուսով։ Ձեր իրավունքն է։ Տպավորությունը մոտավորապես հետեւյալն է, որ գիտեք ինչ, նույն նախագահն է, նույն լիազորություններ ունի, առաջ դուք ընտրում եք, հիմա չեք ընտրում, հա։ Մոտավորապես հետեւյալն է։ Հարցին պետք է պատասխանել հետեւյալ կերպ, հա։ Կա գործադիր իշխանություն, կա տեղական ինքնակառավարում։ Դու ես ընտրում այդ գործադիր ու օրենսդիր իշխանությունը։ Քո կամքից է կախված ով է լինելու քո գործադիր իշխանության ղեկավարը, թե քո փոխարեն ըստ էության որոշում է։ Հիմա եթե սիրում ենք օրինակներ վերել, պետքա փորձենք շարունակել։ Պետքա այս շենքը կառուցվի։ Դուք պետքա շինարար ընտրեք։ Հիմա ձեզ մոտավորապես հետեւյալն է, որ դուք մեկին ընտրում եք, որոնք այս պատերը կշարի, ներսի հարդարման աշխատանքները կկատարի, մյուսին էլ ընտրում եք, որ այն տանիքն է դնելու կամ չգիտեմ, այս ներկելու է եւ այլ եւ այլն։ Գիտեք ինչ, եթե իրենք նույն մարդիկ են, հեր ու տղա են, տղան պետքա պատը շարի, հայրն էլ պետքա տանիքը, դուք վերահսկողություն մոռացեք, որ իրանք իրար վրա երբևէ ինչ որ բանում հսկելու են։ Եթե հանկարծ իրանք հակառակն են, մեկը գցելու է մյուսի վրա, նա գցելու է այն մյուսի վրա։ Մեկը ասելու է վատ է շարը դրա համար տանիքը ծուռ եղավ, մեկը ասելու է, չէ, դու տանիքը սխալ էիր պրոյեկտել, պատերը սխալ եղավ։ Ու արդյունքում մենք որպես բնակիչ չենք օգտվելու։ Հիմա ասում են, գիտեք ինչ, Ժողովուրդ ջան, մենք ընտրում ենք մի հատ շինարարական կամպանիա, շատ կոպիտ եմ ասում, թող ներող լինի, համեմատությունները բոլորը կաղում են, բայց դու էլ պատասխանատու ես։ Դու չգաս մի օր ասես վարչապետներ մեղավոր, վարչապետը չգա ասի նախագահներ մեղավոր, որտեղ դուք ընդհանրապես գործադիր իշխանություն եք, ու դուք իրար հետ կռվում եք, կամ հերու տղա եք ուստաներով, իրար բարիշում եք, ոչի բան չեք անում։ Բայց գիտեք ինչ, պլյուս դրան, հանկարծ այն կողքի կամպանիային, որը չընտրվեց, ես ձեզ վստահեցի, որ դուք էսի սարքեք, ամեն օր գալու է ստուգելու է, թե գաջը լավ է քսել, ծուռ է քսել, թե չէ։ Այն հիմքի մեջ արմատուրան դրել եք, թե չեք դրել։ Այս բոլտը ճիշտ եք ձգել, թե չեք ձգել։ Խոսքը, եթե պատկերավոր ենք խոսում, այս երկուսի մասին է ընդամենը։ Այն ենք անում, թե այն ենք անում։ Հիմա կարող եք ընտրել։ Կարող եք պատշարին մի հատ առանձին ընտրել, ձեզ կթվա, որ դուք էժան գտաք այդ վարպետներին, որտեղ առանձին էժան եք պայմանավորվել։ Իբր թե մենք շատ ընտրություն արեցինք, ժողովրդավարական դրանից դառանք, որտեղ մեր հարևան Ադրբեջանում այդ բոլորին ընտրում են, բայց ինքը դրանով հանդերձ Գերմանիայից ժողովրդավարական չի դառնում, որտեղ չեն ընտրում, որտեղ սովոր են, այ դու ես պատասխանատու, քո պրարաբով, քո աշխեկով, քո չգիտեմ սուի պետով սովետական տարիների, քեզանից էլ գալու եմ ուզեմ, այն մյուս կամպանիան էլ գալու է քեզ միշտ հսկի, որտեղ դուք երկուսով եք եկել ինձ մոտ, որին էլ ընտրեմ, մյուսը գալու է հսկելու եւ մյուսը ունի այդքան ունակություն հսկելու, ուշադրություն դարձեք մի բանի վրա էլ, որ հանկարծ վատ սարքվեց այս տունը, չէ, մենակ շինարարին չեք հայոյելու։ Այսօր մենակ շինարարին ենք հայոյում։ Գնալու ենք այն հսկողին ասելու, պարոն հսկող, որ այս դեպքում ընդդիմություն էր, բա դու ուր էիր նայում, որ այս շենքը այդպես սարքում էին։ Բա որ ծուռ էր, դու ուր էիր նայում։ Հիմա այս երկուսի մեջ կա տարբերություն, թե չկա տարբերություն։ Ունեն դեռ ժամանակ։ 2 րոպե։ Բարև ձեզ։ Ես շատ կարճ փորձեմ նույնպես։ Գիտեք, հարցը այստեղ քննարկվող իշխանության եւ ընդդիմության խնդիրը չէ առաջարկվող նախագիծը, որտեղ ինչպես արդեն նշվեց, այս նախագիծին սատարում են մի շարք նաեւ ընդդիմադիր ուժեր, որոնք իրենց գաղափարական աշխատանքում միշտ նշել են, որ կողմնակից են պարլամենտական կառավարման ձևի։ Իմ կարծիքով մեր հիմնական խնդրեմը, որը մենք ներկայումս ունենք, դա կիսա
պարլամենտական կիսա նախագահական համակարգն է։ Եթե այն լիներ նախագահական, ի վերջո հասկանալի է, որ այն ուղղահայաց, վերևից ներքև իջնող, իմպերատիվ կառավարվող մոդել է, որտեղ կա մեկ գլուխ, մեկ պատասխանատու եւ անձակենտրոն իշխանություն է։ Հասկանալի է, բայց մենք այսօր չենք ընտրում այդ համակարգի ու պարլամենտականի։ Մենք կիսատի ու չկիսատի մեջ ենք ընտրում։ Այսինքն 10 տարի առաջ մենք մեկ քայլ արդեն արեցինք դեպի ժողովրդավարացում, դեպի պարլամենտարիզմ, դեպի քաղաքական կուսակցությունների կայացում, զարգացում եւ այլն։ Այո, այսօր մենք հասել ենք մի կետի, որ ասում ենք այս կիսատը բավարար չէ, որպիսի այս ընդհանուր մեքենան, որն է մեր պետությունն ու հասարակությունը, իր բնականոն հունով զարգանա, շարունակի իր բնականոն ընթացքը, լինի ավելի կատարելագործված, լինի ավելի վերահսկելի կառավարությունը, լինի ավելի պատասխանատու ընդդիմությունը, չի լինում։ Այսինքն խոսքը վերաբերում է նրան, որ ընդամենը խոսքը գնում է կիսատ համակարգից պարլամենտարիզմին անցնելու մասին։ Ես կարծում եմ ժամանակ կունենանք, որպեսզի ավելի մանրամասն, արդեն մանրամասները այս ամենի ձեզ ներկայացնենք։ Վերջացավ։ Այո, եւ մասնակիցներից վերջինը, ով ելույթ կունենա 5 րոպե ժամանակով եւ ոչ թևն է ներկայացնում, Թամարա Գևորգյանը։ Շնորհակալություն։ Ես Թամարան եմ Գևորգյան, ներկայացնում եմ ոչը եւ իմ ոչը սկզբունքային է։ Սիրելի հայրենակիցներ ջան, այո, ասող մեր գործընկերները այնքան լավ են նկարագրում ինչ է եղել այս տարիների ընթացքում, որ դրանից ավել դժվար է նկարագրես, թե ինչքան վատ են իրենք կառավարել։ Իրենք անդադ ասում են կիսատ է եղել, վատի եւ վատթարագույնի մեջ ենք ընտրում։ Այսինքն այսքան տարի մենք խաբված ենք եղել, այն որ մեզ ասել են ժողովրդավար երկրում ենք ապրում, իրավական երկրում ենք ապրում, պարզվել է կիսատ երկրում ենք ապրել, ժողովուրդ։ Հիմա հանկարծ մի օր մի բարի հրեշտակ իջել է ուսներին, այս լուրը հայտնել է, որովհետև իրենց, ինչպես ասացինք, պետության եւ պետական ինստիտուտների մասին ենք խոսում, սա նշանակում է նաեւ նախընտրական ծրագրերի ժամանակ աչալուրջ լինել. Եվ եթե դուք ունեք երկիրը փոխելու տեսլական, ապա ամեն ինչը պիտի ամրագրված լիներ այդ ծրագրերում, չեն ունեցել մարդիկ այս տեսլականը, հրեշտակը երբ որ իջել է ուսներին, մյուս օրը արթնացել են եւ տեսել են, որ այ բարդ կիսատ ենք կառավարում, հələ եկեք գնանք մի հատ կիսանախագահական մոդելից պարլամենտական կառավարման մոդել ժողովրդին առաջարկենք, հիմա էլ սենց փորձենք ասենք, որ ձեր կյանքը տենց է լավանալու, հետո կգանք մի 10-15 տարի, հետո կասենք ժորդետել էր կիսատ, գլխի չենք ընկել, այ քեզ հետաքրքիր բան, հիմա տեսեք, ես բազմիցս սա ասել եմ, եւս մեկ անգամ ուզում եմ այստեղ Սարդարապատում հնչեցնել, իշխանությունները պարազիտացվել են հաղթանակներում, ընդդիմությունը պարազիտացվել է պարտություններում, որտեղ է հասարակությունը, կարող է ինձ ինչ-որ մեկը ասի, հասարակությանը իմ ոչը նրանով է պայմանավորված, որ հասարակությանը հիշում են ընտրությունից ընտրություն, հենց հասարակությունը պետք է էնել չակերտավոր, հենց պետք է լինում, որ ժողովրդավարության ձևական մասն ապահովեն, գնում ասում ենք ժողովուրդ, գիտեք սենց բան ենք ուզում անենք, այ մարդ, ձեր կյանքը ուզում ենք այսքան տարի փոխեինք, մեր ձեռքերը կապ կպել էր այս սահմանադրությունը, խնդրում ենք, բացեք մեր ձեռքերը, ձեր կյանքը լավացնենք, սա զավեշտի է նմանվում, զավեշտի, ու գիտեք ինչ, ամենակարևորը այս հանդիպումներից ես ինձ հետ գոնե տանելու եմ, վերլուծելու, մտորելու եւ շատերին էլ այս խորհուրդը տալիս եմ, ասենք էկրանի առաջ ինչ-որ բան ցույց տվեցինք, մի քանի մարդու դուր եկանք, բա հետո սա մեր իրական կյանքն է, վստահությունը տոտալ բացակայում է, մարդիկ ասում են ուզում եք այո ասեք, ուզում եք ոչ ասեք, ոչինչ չի փոխվելու, սա բոլորիս պրոբլեմն է, թող ոչ մեկ գլուխ չգովի, որ ինքը կարող է արագ լուծել այս պրոբլեմը, բայց պիտի գլուխ գովեր այն կառավարությունը եւ այն քաղաքական ուժը, ով հիմնակարը կդներ, ով իր կառավարման տարիներին ցույց կտար, թե ինչպես են դա անում, ով թայֆայաբազությունից կանցներ պրոֆեսիոնալ կառավարման, ով թաղային հեղինակություններին թույլ չէր տար, որ ժողովրդավարական գործընթացներին ուժի, բիրտ ուժի կիրառմամբ կատարվեին։ Այսա կլիներ օրինակ, այսա կլիներ առաջընթաց։ Երբ որ մենք կուսակցություններ կունենայինք եւ կանդամագրվեինք կուսակցություններին ոչ թե սեփական հարցը, սեփական աթոռը պահելու համար,
այլ կասեինք այս գաղափարին մենք ասում ենք այո, դրա համար դառնում ենք կուսակցական։ Այս օրինակելի խմբին ասում ենք այո, որովհետև նա ցույց է տվել իր վարքագծով, իր պարկեշտությամբ, իր կրթությամբ, կառավարելու ունակությամբ, որ մենք առաջ ենք գնում։ Հիմա եթե մարդիկ այս բոլոր հարցերի վերաբերյալ ունեն մեծ հարցական, ինչի մասին ենք մենք խոսում։ Հա, հանրապետական թևի կանայք լքում են, ոչինչ, ես ձեզ եմ շատ սիրում, բայց կանգնեք լսեք, սա ձեզ է պետք։ Հիմա սիրելի ժողովուրդ, այնքան կարևոր է, որ իրար նայենք բաց աչքերով, որ միմյանց հետ խոսելիս ոչ թե սողոսկենք, արանքը ճղենք ու փախնենք, մեկ էլ հանդիպենք ընտրությունների ժամանակ, այլ քայլենք, ասենք, այս ցավն էլ է մերը, այս խնդիրն էլ է մերը, բայց սրա լուծելու մեխանիզմը միակն է՝ քաղաքական կամք, գիտելիք եւ օրենքի առաջ հավասար պատասխանատվություն։ Կառավարման մոդելը փոխելով, եթե դու միջուկը չես փոխում, ոչինչ չի փոխվում։ Շնորհակալություն։ Հա, մեր մասնակիցները կողմնակից են ազատ շփման, անկաշկած շփման։ Ձեզ էլ ես հորդորում եմ, հարգելի մասնակիցներ, մոտեցեք սարդարապատցիներին եւ պատասխանեք նրանց հարցերին։ Ասեք, այոին հարց են ուզում ուղղել, խնդրեմ։ Հնա, Տիկին Աճեմյանը մոտեցավ։ Այո ենք ասում։ Այսինքն վերածնունդ պետք է ապրի Հայաստան։ Գիտեք, իշնես Չէ, վերածնունդ անում, էլի փոփոխություն անում։ Վերածնունդ է, էլի։ Չէ։ Բայց այս համակարգով ավելի հեշտ պիտի աշխատի։ Ավելի հեշտ է վերածնումը, փոխում ենք սահմանադրությունը, վերածնունդ է կոչվում։ Չէ։ Այսօր դուք Սարդարապատ համայնքում եք։ Չէ։ Դուք տեղակ եք այս գյուղացու հոգսից։ Հա, տեղյակ եմ։ Ինչու՞մ եք դες վերջի ինչ եք տեղակ։ Խաղից տեղյակ եք։ Դե հիմա գիտեք ինչ, մենք նայեք ինչ եմ ասում, տեղյակ եմ։ 40 դրամանոց խաղողից էլ եմ տեղյակ 150։ Չէ, լավ են 150-ը, որ անձնել է։ Այսօր մեր գյուղապետարանն էլ է բանի առաջ կանգնած։ Գյուղի հարկ չեն կարող գյուղացիք վճարել։ Հողի հարկ չեն կարող վճարել։ 2 ժամ առաջ փողոցում գազի մարդիկ, լույսի մարդիկ 5000 դրամ որ պարտկեն, լույս են անջատում, գազ են անջատում։ Ես ունեմ 3 միլիոն ստանալու փող իմ հողից, իմ խաղողից։ Այսօր ես չունեմ գազի փող վճարելուց։ Հանձնել եք ձեր խաղ։ Այո, հանձնել եմ, դոկումենտներ են իմ մոտ է, մայիսին, հունիսին նոր պիտի տան։ Այս նոր սահմանադրությունը կարող է սեպտեմբերին տա։ Նայեք, ես մենք Մեր կառավարությունը գյուղացու մասին մտածում է։ Կառավարությունը գալիս է, Արմավիրի մարդ է եկել, շատ տեղեր են ասել, կամ ասպետին են ասել, մյուսին է։ Ինչի իրանց մոտ չեք Դուք ասեք, դուք այնտեղ եք, ազգային ժողովում եք, ասեք։ Այո, ազգային ժողովում դուք էլ եք լավ լսել, խաղողի մասին խոսվել է, գյուղնախարարը պատասխանել է։ Ինչ է պատասխանել։ Տեղ էլ գիտեմ, որ Լավ է, գյուղնախարարին գիտենք մենք։ Ոնց է, ինչ արեց գյուղնախարարը։ Դե գիտեք, Գործարարներին խնդրեց, զորով տարան խաղողը հանձնեցինք իրանց։ Այն մարդիկ էլ ասեն, պայմանագիր գրի, որ մայիս հունիսին կտա փողը։ Լավ, միջև մայիս հունիս այդ գյուղացին ինչով պիտի ապրի։ Ուրիշներին մի տարի հետո են տալու։ Դա մի տարի ինչով իմը մի 8000 մետր այգի է։ 22 տոննա խաղող եմ հանձնել։ Մի կոպեկ չեմ ստացել։ Գիտեք ինչ, Ինչով պիտի 7 շունչ այն։ մասնավոր կազմակերպություն է ու իրենք ավելի շատ խաղող են Մասնավոր է, ճիշտ է։ Մեր պետությունն էլ է մասնավոր ուրեմն։ Բայց դե մեր մասին ով է մտածում։ Կառավարության մակարդակով եկել են Արմավիրի մարզել են եկել, ձեր հետ չէ։ Հանդիպել են, ձեր հարցերին պատասխանել են։ Այրանց դիմեք, այդ մեր հարցը չի հիմա։ Այս բանին մենք սահմանադրություն։ Չես ուզում ասեմ, մեր նոր սահմանադրությունը այոն։ Այո։ Այդ մեր դարման անումը։ Տարի հետո դուք դեր խաղը ավելի հեշտ կմթերեք համոզված։ Եկող տարի այս տարվանը կստանամ, հա։ Բա ոնց։ 2 տարի։ Այգիները չեն կարող թաղենք հիմա, չեն կարող թաղել։ Գումարա պետք որ թաղենք։ Ոնց է ձեր։ Ինչու գառնիկ։ Ինչ ոնց դիմեմ։ Գառնիկ դեպի ասեմ, հորեղբայր ասեմ։ Դու ոնց կուզես ասա, գեղացի գառնիկ ասա։ Չէ։ Բա ինչ, հողին անձնված գառնիկ ասա։ Դուք ես հողի տերն եք։ Դուք ես երկրում։ Ես չեմ տերը, տերն են գործանատերերն են, ի՞նչ տեր։ Դուք ես երկրում բարիք ստեղծող մարդիկ եք։ Այս երկիրը ձեր վրա է։ Այս երկիրի
բարիք ստեղծող մարդիկ դուք եք։ Այս այդ չեկան, գիտեք, մեկ մենք բան ունենք, էլի։ Հիմա ոնց որ մեր երկրից դժգոհ ենք։ Այս երկիրը ձերն է, այս երկիրը իմն է, այս հայրենիքի իմն է։ Ես չեմ ասում մերը չի, մեր երկիրն է, բան չէ։ Գիտեք, որ գալիս ենք, մենք իսկականից վատ վիճակում ենք գնում, ասենք մենք եկել ենք, ասում ենք, այս սահմանությունները դուք ասում եք, մեր խաղողը կմթերվի, թե չի մթերվի։ Ես կարող եմ ասել, գիտեք, ուզում եք ընդունեք, ուզում եք մի ընդունեք։ Այստեղ ոչ մի բան չկա գրած, ձեր խաղողը կմթերվի, թե չի մթերվի։ Հասկանում եք։ Բա ում է դիմեք։ Տեսեք։ Ուրեմն այս կառավարության մարդը չէ։ Բարձր թողի մարդ ենք։ Մենք հետեւյալը ասեմ, հա, ասում ենք, բայց լավ, դե եթե ոչ մի բան չի փոխվելու, ինչ եք ուզում։ Մենք այսօր մեր հոգսով, մեր առօրյայով մարդիկ ենք։ Մենք եք մեզանից ինչ եք ուզում, գնացեք մի մասներ չենք էլ հասկանում, թե այնտեղ ինչա գրած է։ Գնացեք ձեզանով որոշեք, այնց արեք, որ մենք լավ ապրենք։ Էսա մեր հանդիպումների ընթացքում 90%-ը սա է։ Էս են մեզ ասում եւ շատ իրավամբ են ասում, որովհետեւ եթե շատ ու շատ իրավաբաններ չեն կարող այս ամբողջը հասկանալ, հիմա եկել ենք ոնց որ այդ իրավաբաններն էլ խաղողից չեն կարող հասկանալ, չգիտեն ոնց պետք է այդեն 3 աչքա պետք թողել, թե 4 աչքա պետք թողել, ձմռանը թաղել, թե չթաղել, որ սորտը ինչ անել։ Այդ իրավաբաններն էլ այդ ամբողջը չգիտեն։ Հիմա ասում որ դուք չեք եկել մեր գործով զբաղվեք, մենք ինչ ենք ուզում ձեր գործով զբաղվել։ Հիմա պետք է ասենք հետեւյալը։ Հեկտարներ ինչի համար են դրել, եթե իրանք չեն։ Հիմա փոր Մենք էլ մեր կուբարը հանգիստ կարող եք խոսել։ Մի հասկանալի Չէ, ասեք, էլ ասեք։ Հիմա պետք է ասենք հետեւյալը։ Թողեք, այս հարցին, Պատասխանենք վերջացնենք։ Ստիգնոջ խնդրում եմ, հա, շատ կարող եք առանձնանալ հերթով սենց որ չստացվի։ Այս հարցը լսում եք։ Լսված եք, если բոլորի դառնա, մի ասեք քոնը չի։ Հիմա այս առումով դուք պետք է հետեւյալ հարցը տաք։ Ասեք, այս փոփոխության պարագայում տնտեսական զարգացման հնարավորությունները ավելի մեծ է, թե ավելի փոքր է։ Դուք պետք է ասեք, այս փոփոխության պարագայում այդ իշխանությունները ավելի մեծ հաշվետու են, թե ավելի փոքր հաշվետու են։ Դուք պետք է ասեք, այս փոփոխության պարագայում, եթե ոստիկանն է, գյուղապետն է, մարզպետն է, խախտեց այնտեղ ինչ որ գրված է, ես ավելի պաշտպանված եմ, թե ավելի քիչ պաշտպանված եմ։ Դուք պետք է այս ձևով հարցնեք, որտեղ մնացած բոլորը այս ամբողջին ածանցյալ է։ Մնացած բոլորը կախված է, թե այս սրանք արդյունավետ են աշխատում, թե արդյունավետ չեն աշխատում։ Սրանով է պայմանավորվում։ Ես ուրիշ կասեմ։ Ես կարող եմ առանց զրուցել, հավասար, դուք միշտ հավասար գործարանատերերը մեղ չունեն, բացարձակ մեղ չունի մարդը։ Ստիպված խնդրելու մարդի կառավարությունը խնդրել, որ ընդունել է։ Թող կառավարությունը բարի լինի, ցածր տոկոսադրույքներով վար տրամադրի։ Այդ մարդն էլ կարենա մեր փողը տա։ Առանց տոկոսի պարտավոր է։ Ամարտո ցածր այդ մարդիկ պարտավորացել են թող ցածր տոկոսադրույքով վար տա։ Դու կառավարության մարդիկ եք, պարլամենտում նստա։ Խետ հարցը չեք բացատրում։ Եկեք մեր մատից փուշ անեք։ Եկեք փուշ անեք մեր մատից։ Տոկոս պարտավոր է տա։ Բաղը որ եք լույսը գազ անջատեցի։ Ձեր համար ինչ կա, դու տակ ձեր վակցինը աշխատում է, տնստեք տակ։ Բա մենք ո՞նց անենք։ ձեր մերը մի արեք, էլի։ Դու կվարչինամ նստած քոնը ջերուցում է լավ։ Լավ, գյուղրախարը անդրադառնալու։ Երկրորդը։ Երկրորդ հարցը ստա։ Դե էսրան պրծնենք։ Հələ պրծեք, ասեք։ Հիմա ասում ենք կառավարությունը ինչի չի տալիս, կառավարությունը չի տալիս։ Ես էլ ասում եմ կարող է սա կառավարության գործ։ Դու պետք է ասեք կառավարությունը ինչ նպաստավոր պայմաններ է ստեղծում այդ արտադրողի համար, որ իրան Եվ արտադրողը ստիպեց ընդունեց։ Եվ պարլամենտին ասենք սպառում, եթե ինքը սպառում չունենա, հաջորդ տարի չի ընդունելու։ Հիմա դու պետք է ասեք հարգելի կառավարություն, դու արտադրելու, արտադրությունը սպառելու, նոր շուկաներ ձեռք բերելու, այդ շուկաներում մրցակցային ապրանք ունենալու համար ինչ պայմաններ է ստեղծել, որ այս մարդը կարողանա այդ համակարգով աշխատի եւ եկող տարի ինձանից բերի։ Դու ոնց ես արել, որ այստեղ լինի ոչ թե մի գործարան, լինի երկու գործարան, 3 գործարան, որ իրենք շահագրգռված լինեն, գան մի տարի առաջ Տարեմ, եթե 4-5 գործարանը չեն կարող իրանց ապրանքը ռեալիզացիան են, որ 15 գործարաններով ինչ պետք է անեն։ Ես դրա մասնագետ եմ։ Ես կարող եմ ասել, որ մենք գործարի ունեցել ենք։ Պետությունը դա պիտի սատարկանի ընդունողին առաջի հերթին, որ նա կանա իր ապրանքը ռեալիզացիա։
տնտեսությունը պարտավոր է գործարար միջավայրի բարելավումն 25 տոննա Էպես անես որ բիզնես անես որ հեշտ լինի բիզնես ու դու ամեն տարի պետքա գաս միատ ազգային ժողովի միատ ժողովրդին հաշվետվություն տաս ասես անցած տարի հարկեր այսքաներ իջացրեցի լիցենզիայի համար SS պրոցեսներ հեշտացրեցի գործարանի շինթույլտվության համար առաջ 6 թույլտվություններ հիմա 2 արեցի առաջ միած շենք սարքելու համար քեզ պետք է մի ամիս որպեսզի միած շինթույլտվություն ստանաս գազի ես դարձեցի 3 օր այսինքն դու պետք է պետության խնդիրը արդյունավետ պայմանների ստեղծումն է որ այդ ամբողջը լինի եւ որ այդ ամբողջ պայմանները կլինի այդ ժամանակ կգան մարդիկ ու սկսեն աշխատել Սա կանգնած էր ամեն մեկը 2 միլիոն դրամ հիմա փող ունի Չէ, անվճար չի, Ես այդ հարցը չեմ տալ Ես հիմա հողա գործեմ, հողա գործեմ ինչով Այդ հարցերին ով դի պատասխան Վերքը հավակնել ես անձամբ պարկով եմ արել Չաշված որ պարկով մշակել եմ պարկով կոպիտ ասած պարկով եմ արել չի կարելի թողնել Այսօր ես կանել եմ ճգնաժամի առաջ Երբեք 6 գլուխ մի ղազանի մեջ չի խաշվի Մանայք, այս բանը որ եկա, վարչապետ եկա, վարմավի Չի խաշվի Հարապես ինչ վերաբերում է երկրի կառավարման համակարգին, ամեն երկիր պիտի իր համար հասկանա, իր համար որն է արդյունավետը, ոչ թե օրինակների։ Դրա համար պիտի մարդիկ բարձրաձայն են, ինչ մտածում եք ժողովուրդ, սա բոլորիս երկիրն է, պիտի խոսենք։ Մանավանդ երիտասարդները, որոնք որ այդ թիկունքը լավ պիծ պահել են, բայց չեն խոսում։ Խոսեք, այնքան եմ ուզում դուք էլ ձեր գիտեմ, զգում եմ, որ մեր թիկունքը ուժեղ է։ Բոլորը լունել է հարցերը Բոլորն Սես տղաներ կար, իձով պի նեղացնի։ Ոչ մեկին կյանքում չեն նեղացել Սարդարալացինը տենց Ժամբոչ Աշխատասիրության եկել եք ոչի սամանա 6000 տոննա խաղ ա տվել մեր յուղը 6000 տոննա Կեսը գումարը չես տացել բազմապատիկ Նախարանն է, որ ձեր Այսօր եկել եք Մի քանի բան չի արվել Առաջինը իրանք պետք է ապահովեին գինեգործի գործարանի ապրանքի առաքումը Ռուսաստան իրանք պայմանագիր ունեին մենք մտել ենք Եվրազիական տնտեսական միություն մաքսային միություն կառավարությունը մտել առանց մեր կարծիքը հարցնելու մտել է ախպեր ջան ուրեմն գնա Ռուսաստանի հետ պայմանավորվի ոնց են անում ինչ են անում մեկ չի հետաքրում գործարանի հարմար գնով գործարանի հարմար գնով խաղի ոլորտից շուկայական գնով խաղի ոլորտից Դե տարվի, Երեք ձեր ասած եմ զարգացում Երեք հերոստատեսությամբ նայում եմ Ռուսաստանը են բարգո ադրել Այսօր ուզում ենք սաման Թուրքիայի դիմաց Թոմերը տանի Պամիդորի եւ մածուկի 50% Թուրքիան ներկա այսօրվա Ուրեմն որտեղից պիտի ներկրեն Ադրբեջան Կառավարման համակարգը նախագահ Ալժիր Չիլի Քամբա Հայաստան Ես քեզ ասում եմ կառավարության գործն է, Միասնիկ ջան։ Էդի կառավարությունը պետք է գնացի մեր այդ փուճուրը հələ տար։ Էդի առաջինը։ Ինքը պետք պարտավոր էր առանց քու միջամտության, ինքը պարտավոր էր դա կազմակերպել ու կարող է Շնիգինել դեմ չենք աշխատել Դե պետք է աշխատեն, չեն աշխատում ինչի չի աշխատում։ Ուրեմն չես կարա իրան պատժել։ Երագույն խորտի վրացի պատգամավորն ինչ ասեց Չես կարա պատժել։ Եթե մուկ չի Այսօրվա գործող սամանադրությանը ես բաշարակել Հիմա մեր կատուն մուկ չի բռնում։ Չաղացել պատմել։ Կարգը փոխ է մարդուն կարան փոխ Հա մարդը պետք է փոխվի համա, ոչ փոխվելու Տիկին աճեմ է Մարդիկ էլ են փոխվելու, որովհետև եթե նույն մարդը այս համակարգում նույն ձևով աշխատեց, ինքը չի կարող մնալ։ Տիկին աճեմ է Սիսյանում Պարոն Այվազյանն էլ ասեց կփոխվի Այո, փոխվելու է։ Դե գիտեք, դուք եթե ոչ մի բանի չհավատաք, իզուր եք ապրում։ Ես ձեզ ասում եմ, հավատացեք, այո։ Նման հավատով Իմանայեք, ես ձեզ մի բան, այդ որ ասում եք հիշեցիք ասածս, ինչի է ասածս։ Ոչ ոք տեղում չի կանգնում, այս արագ ընթացող աշխարհում, կամ հետս գնում կամ առաջ, ուզում եք առաջ գնալ։ 65 տարի խապ տվել է։ Հիմա եթե եթե քյուրվենանք առաջ եթանք, ուրեմն հիմար ենք ամեն ինչ լավ լներ, ինչն է ինք փոխելու, մեզ պետք է այս փոփոխություն։ Չէ, պրոստը տիկին աճեմ է, գիտեք ինչն է հարցը։ Այսօր ես Պետք է համբերող լինեք, բոլորը
Մի քիչ էլ ամբերեք, փոխեն սահմանադրությունը, համակարգը կփոխվի 17 թվին այլ ընտրություններ են ելնելու, բայց ամենակարևորը գազի լուսի մարդկանց ասեք համբերեք։ Գնացեք դուք ասեք համբերեք։ Մի խեղդեք այդ մարդը։ Վարկատունեն ասեք համբերեք։ Այս մարդը Ես գիտեք մայիս ամսի փողը կստանա կտա։ Համբերեք կտա։ Վարկը որ վերցնում եք, պայմանագիրը լավ կարդացեք։ Մենք գիտենք որ այդ հետքն է։ Մայիս ամսին որ մենք մի քիչ գրագետ է պետք վարկ վերցնել, օգտագործել, որպեսզի հետո Վարկ ենք փակում, վարկ։ Դե դա։ Շատ լավ։ Դե գրագի Լավ չի։ Լավ է։ Խեղդում եք սա կողմից, ո՞նց ապրենք։ վարկը վերցնել է դեմ չէ։ Վարկը վատ բան չի վերցնելը, բայց դու ռիսկերը գնահատես։ Նայել արել։ Չէ, դա չեմ։ Ողորմիրան գնացել արդեն նրա մասին։ Դաշնակեր հիմի չէր միացեն դեղ։ Հուսահատվել են ապեր, հուսահատվել են։ Չէ, հուսահատվել են, տեսել են, որ իրանց ոչ մի բան չի սպասվում։ Այսինքն կուսակցությունը իշխանություն ուզում։ Մեկին քաղաքում ցույց էր եղել, չէ՞, հավաք էր եղել։ Չէ՞, հավաքում են, հավաք են։ Դեռ ճամփեք փագեն։ Դե չէ, հա դու գալիս եք ինչ անեք։ Երևանում այնքան մարդ կա, 1 միլիոն մարդ կա, էլի։ Բայց ով ելն է։ Ասեմ, եթե ելն է, ինտերն աշխատում է, երտադրին, չէ՞, ինտեր։ Գործից կանեն։ Գասի Գործից կանեն էլ մի ջան։ Այհեր, մի կնա։ Ինձ կասատեն։ Դեղել է դա, հորը կանեն։ Լավ չէ, դրա համար ասում ենք ոչ ասեք սրանց։ Դա ազատելու։ Ձերթը կարթապրծի նոր հարցեր կտաս կամ պատասխան կստանաս։ Կարդալը քիչ է, ամեն օր լսում եմ։ կարդալը քիչ է, դες բարձի տակ քնելուց առաջ։ Դու մի հատ կգանեմ։ Մի հատ ունես։ Բարակ որ կրետ հերտիններով։ Հա, այնել ունես։ Անգիր արել ես։ Չէ, անգիր չես մեկ ուսումնասիրում եմ։ Ես արես կա որ տղա եմ, կարի մեքենա սարքեմ ես այ բադա իր։ Դե էդի որ փոխվեց, կարի մեքենաները շուշուտ կփչանան։ Կգան քումոտ հերթ կկանգնեն։ Բերեք բանը կառավարություն կասարի քեզ հիմա։ Չէ, ես լուրջ եմ ասում։ Այսի որ ընդունվում է ըստ իրանց, սկսում են կարի մեքենաները շատ աշխատել, ուրեմն շուշուտ կփչանան, կգան քումոտ։ Աղքատությունը դեպի մեծանա։ Ուրեմն այոն ավելի ճիշտ է, խոսալու թեմա չկա։ Դա ջրի մարդը ինչ պետք է ասի։ Լույսի մարդը որ գա։ Բա հերրախոսի մարդը։ Ճիշտ են ասում, սպան են ասում։ Ես մի ժամանակ 14 տարի Սեբիազում աշխատել եմ։ Դու հերրախոսի մարդ ես ուրեմն։ Իմի չկա, գյուղի հերրախոսեր Ստոլբեկով էլ տարան։ Ստոլբեկն էլ են տարել։ Որտեղ շատ խախտում մերեցիք, դրա համար տենց արեցին։ Մեր փոշտի։ Ոչ նոմա ժոհես, ուրեմն չպետք է մեկնաբանվի։ Իմ կարծիքը չեմ Ճիշտ արդարություն չլինի, երկար չեն կարող աշխատել։ Մի կա արդարություն, թե չկա։ Շատ արդար է։ Մի գործերը լավ է։ Մոտեցի մի քիչ օրենք մոտենաս ամեն ինչ գերազանց կլինի։ Քո գործերը լավ են։ Իմ գործերը միշտ լավ են։ Դրա էլ այո ասա դու։ Ումը որ վատա είναι պետք է ոչ ասի։ Որտե՞ղ վատ է, զգացել եմ օրենքով մոտեցել եմ հարց չի եղել։ Չէ, դու հիմա պայմանավորվել ես, ումը որ լավ է թող այո ասի։ Կլինի տենց։ Ումը որ լավ է թող ասի այո։ Սակոին ասա։ Հարմար է տենց ազնիվ է։ Ումը որ լավ է թող այո ասի, ումը որ վատ է թող ոչ ասի։ Այս դրա մասին ենք խոսում։ Եթե չէ անպատասխանատու ով էլ իր գործում լինի, ոչ մի բան չի փոխվելու, չէ։ Սրա մասին է խոսքը։ Դրա համար չեն ասում, մենք պատասխան ենք տալիս, տալու ենք։ Ուրը ով կա։ Եթե ասեն պատասխան ենք տալու, ու ինչ որ բան անեն։ Դե գիտեք ինչ։ Առաջ։ Հա, հենց այդ ժամանակ, երբ որ դուք ներկայացնում են, այսինքն գալիս են կուսակցություններով, սկսում են քարոզարշավ անել, պատասխանատվությունը երբ է սկսում, երբ որ դու այլևս ունես այդ հնարավորությունը իրացնելու քո ծրագրերը, դու պիտի քայլ առ քայլ հետևես այն ամենին, ինչի մասին խոսել ես։ Հիմա ժողովուրդը ցավոք սրտի նորից եմ ասում, սա հաճելի բան չի, որ գյուղը մտանք, մարդիկ ունեին լուրջ խնդիրներ, եւ սրանց մասին չմտածել կամ չառերեսվել, ես չգիտեմ, ես չեմ պատկերացնում ուղղակի ոնց կարելի է դա չտեսնել, չնկատել, հաշվի չնստել։ Այսինքն իրար հաջողանալու խնդիրը չի, էլի, կյանքին բաց աչքերով նայելու խնդիրն է։ Ու տեսեք, քանի մարդ է ասում, էկրանից այն կողմ կխոսենք, էկրանի մոտ չենք խոսի։ Ինչու չենք խոսի, չգիտեմ։ Եկեք այդ հարցի պիտի Հա, մոտ եկեք իրար հետ քննարկենք, որովհետև առարկայական զրույց ենք մենք անում, այնպես չի, էլի։ Կուզեմ, որ պարզ նաև էկրանի առաջ զրուցեք, ժողովուրդ ջան։ Մեր երկիրն է, ուրիշինը չի։ Հա,
Հատա իմ ժառանգ իմը չի։ Հիմա կանայք օրինակ տեսեք ինչի լքեցին գնացին, ինչ կար այդտեղ։ Կանայք, եթե իրենք կուսակցական են եւ գաղափարի շուրջ են հավաքվել եւ կոնցեպտուալ, շատ լավ է, այդտեղ վատ բան չկա կուսակցական լինելը, բայց եթե այդ կուսակցական լինելով խեղճ մարդիկ իրանց օրվա հացի խնդիրն են լուծում ու պաշտոնի խնդիրն են լուծում, այստեղ բոլորիս խնդիրն է, այստեղ բոլորս մտածելու բան ունենք։ Նեղե բերել են այ քուրջը։ Ագրես։ Ոչ մեկը չի թողեք։ Նեղել են։ Իսկ քեզ Ստիպելով են բերել։ Դե հենց եթե այդպես է իրոք շատ վատ է, եթե այդպես է իրոք վատ է, որովհետև մեր երկիրն է, վատն էլ է մերը, լավն էլ է մերը։ Շատ արևելքի մենթալիտետին բնորոշ Արևելքի եվրոպացիներն շատ վատ է։ Արևելքում ինչ է, արևելքում չէ, ասեմ, արևելքում ես շատ եմ տեսել։ Իրենց մոտ քաղաքական մրցակցություն հասկացություն չկա ընդհանրապես։ Այսինքն եթե դու իմ հետ ես, դու իմ թշնամին ես, վերջ։ Ու անձերի շուրջ կռիվը միշտ պատերազմ է։ Այսինքն եթե անձերի կլաների շուրջ է ձևավորվում պայքարը, կատաստրոֆա է։ Մենք նույնն ենք խոսում։ Տեսեք, այսօր մեր երկրում, քանի որ մենք փոքր ենք եւ վերցնենք այն խնդիրը, վերանանք այդ բանից, որ այս պատգամավորը մեր բիզնես չունեմ եւ այլն, այդ անցնենք այդ բոլորից է հայտնի, ով որտեղ ով ինչ ունի, ով ինչ չունի եւ տեսեք խնդիրը։ Օրինակը բերեմ դատական իշխանության։ Ինչու է դատավորին արգելվում ունենալ բիզնես, ունենալ քաղաքական ասնես, զբաղվել քաղաքականությամբ, բացի գիտական, որովհետեւ դա կողմնակի ճնշում է, չէ՞, նրա վրա, որը ճնշում է հնարավոր կախվածություն։ Հնարավոր կախվածություն։ Իսկ այսօր տեսեք, կախվածությունը հենց գալիս է անձնական շահերից, անձնավորված է մեր երկրում ամեն ինչը եւ նման անձնավորված նման անձնավորված լինելով մեր երկրի նման անձեր ունենալով, ուղղակի այդ կետը ես չեմ հասկանում։ Պարտադիր մեծամասնությունից հասկանում եմ, որ դա ապահովում ազգային ժողովը ճահճից։ Չէ, ճահճի հարցը չի։ Գործադիր իշխանություն չէ պետք է ձևավորես, այսինքն դու պետք է ունենաս քվորում կոպիտ ասած, որ վարչապետի ընտրություն կատարես ու գործադիրդ նշանակես։ Եթե դու ֆիզիկապես ի վիճակի չես որևէ ձև այդ մեծամասնությունը, կան ուրիշ տարբերակներ, ենթադրենք որտեղ չձևավորվեց մեծամասնություն, ցրվում է պարոնը նորից ամբողջ ընտրություններն են անում։ Բայց սա առանցքային է, այսինքն սա կրիտիկական պահանջ է, որպեսզի կարողանաս լեգիտիմ գործադիր իշխանություն ընտրես քո մեջից։ Չի կարա դա տեղի չունենա։ Հիմա ես քոնը չեմ ուզում արգելելու համար, ուղղակի կանոնակարգով, ուղղակի ուրիշ ձևը որն է, այսինքն պատկերացրած չի ձևավորվում այդ մեծամասնությունը։ Մենք 3 հոգի ենք, 3-ից 2-ը իրար հետ չենք կպնում, որ մեկին ընտրենք։ Ո՞նց անենք, ինչ ենք անում։ Ես ես հասկացա, բայց ես մի բանում համոզվում եմ կամաց, համոզվում եմ, որ իմ ասած տոտալիտարիզմի վտանգը հնարավորությունը տալիս է ներկա սահմանադրությունը։ Ասեմ ինչի։ Ուրեմն տոտալիտարիզմը Երևանի անառիկ դարպասն է սա, բնակավարի անվանումը Սարդարապատ, հայո է ոչ հեռուստանախագծի այս արժավախումբը այսօր 16-րդ օրը այս արժավախմբի համար բավական լարված ստացվեց, մինչ այս մրգաշատ համայնքում վիճաբանությունները տեղ-տեղ վերածվում էին անձնական բնույթի վեճի, այստեղ Սարդարապատում քննարկումը շարունակվեց, վիճաբանությունը նույնպես, հուսով եմ այս լարվածությունը կպահպանվի, թեժ եւս մի քննարկում մենք սպասում ենք արդեն ժամ անց այստեղ նույնպես Սարդարապատում արդեն դալիճային պայմաններում առայժմ